Ինչպես արդեն հայտնել էինք, համացանցում ակտիվորեն շրջանառվում է այն լուրը, որ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը մի քանի տարի տևած հարաբերություններից հետո ի վերջո բաժանվել են։ Զույգը դեռևս հանդես չի եկել որևէ մեկնաբանությամբ թեմայի վերաբերյալ։ Եվ ահա նմանատիպ լուրերի տարածվելուց հետո Գևորգ Գրիգորյանը ինստագրամյան իր էջում արխիվային լուսանկար է տարածել, որտեղ մի խումբ այլ կանանց հետ է։ Հավելենք, որ Ռոմելա Սարգսյանը հեռուստատեսություն մուտքի առաջին օրվանից համարվում է այն դերասանուհիներից մեկը, ով բավականին ազատորեն նկարահանվում է ցանկացած տեսարանում ու դեռ տարիներ առաջ հարցազրույցներից մեկում անդրադառնալով համբույրի կամ այլ տեսարաններում նկարահանվելու թեմային և իր ամուսնու արձագանքին, դերասանուհին բացահայտումներ էր արել, ինչպես նաև անդրադարձել էր մի շարք այլ թեմաների։ Ինձ թվում է, յուրաքանչյուր մարդ, եթե ստանում է մասնագիտական կրթություն և սիրում է այն, ինչ ստանում է, ունի երազանք հասնելու A կետից B կետին։ Իհարկե, ես ունեցել եմ երազանք, բայց կասկածները շատ են լինում։ Բախտը մի քիչ հարաբերական տեսություն է երևի։ Ինչ-որ մեկի համար գոյություն ունի, ինչ-որ մեկի համար չունի։ Ինձ համար կոնկրետ բախտ գոյություն չունի։ Այսինքն ամեն մարդ ինքն է աշխատում որևէ ձեռքբերման համար։ Ես բախտին չեմ հավատում, ճիշտն ասած։ Երբ որ քեզ կյանքում տրվում է հնարավորություն, պետք է որ սաս այդ պահը ու մաքսիմալը ստանաս։ Հնարավորության հետ մեծանում է նաև պատասխանատվությունը։ Իմ պատասխանատվությունը ամեն պրոյեկտից հետո ավելի ու ավելի մեծացել է ինքս իմ հանդեպ։ Ես մի քիչ խիստ եմ իմ նկատմամբ, կարծում եմ, դա զգացվում է, նշել էր դերասանուհին։ Բավականին կարճ ժամանակահատվածում Ռոմելան մի քանի անգամ դիմել է ոճային կտրուկ փոփոխությունների և այդ մասին խոսելիս ասել էր. «Իհարկե ինքնուրույն ոչ մի բան ես չեմ որոշում, եթե խոսքը գնում է պրոյեկտի մասին։ Իմիջային փոփոխության մեջ նախ շատ կարևոր է ինչպիսին է կերպարը, և մի ամբողջ թիմով ենք աշխատում կերպարային փոփոխության համար։ Բարեբախտաբար այն բոլոր կերպարային փոփոխությունները, որոնք ես ունեցել եմ, ինձ դուր են գալիս։ Ես չափից շատ եմ սիրում իմ մասնագիտությունը ու ինձ համար առաջնայինը իմ կերպարի ճիշտ մատուցելն ու ստանալն է։ Իրականում, երբ ինձ նայում եմ հայելու մեջ, ինձ ամեն բան դուր է գալիս, բայց մեկ այլ բան է քեզ տեսնել էկրաններին։ Ցավոք սրտի, տեսախցիկներն ընդգծում են բոլոր թերությունները, մի քիչ գեր են ցույց տալիս, մի քիչ ավելի տարիքով են ցույց տալիս, բայց չի եղել, որ որևէ խնդրի պատճառով կոմպլեքսավորվեմ։ Միայն քթի վիրահատություն եմ ունեցել։ Ես այդ վիրահատությանը սպասել եմ 2-3 տարի, եղել եմ քաղաքի բոլոր բժիշկների մոտ, բոլորի գործերը նայել եմ, շատ եմ հետաքրքրվել։ Վիրահատությունից հետո ավելի ինքնավստահ եմ դարձել, ինձ այսպես ավելի է դուր գալիս։ Չեմ զղջում ոչ մի րոպե, որ ունեցել եմ այդ վիրահատությունը, բայց չեմ կոմպլեքսավորվում, չեմ թաքցնում, թե ինչ եմ եղել։ Ես թրենդներով չեմ ապրում, բայց կողմ եմ որոշ միջամտությունների։ Խոսելով այս կամ այն նախագծի հաջողության մասին, դերասանուհին նշել էր. «Առաջինը ինձ թվում է կարևոր է ընդհանուր պրոյեկտը, սցենարը, ընտրված դերասանական կազմը։ Եթե պրոյեկտը սիրվում է, արդեն դերասաններն էլ են սիրվում ու դառնում սիրելի»։ Հանգամանքների բերումով Ռոմելան տևական ժամանակ հեռու է ապրել ծնողներից և անդրադառնալով թեմային, թե ինչպես է այդ փաստն անցնել իր ձևավորման վրա, նա ընդգծել էր. «Երևի ես հասկացել եմ, որ ծնողները շատ կարևոր մարդիկ են մեր կյանքում ու առանց իրենց շատ դժվար է իրականում, ու կապ չունի դու քանի տարեկան ես։ Առանց ծնողների ամեն ինչ ավելի բարդ է և մռայլ։ Ամեն դեպքում կարոտը իր հետքը թողնում է։ Չնայած նրան, որ ծնողներս այստեղ չեն եղել, մենք միշտ կապի մեջ ենք եղել և վիդեոզանգով և հեռախոսազանգով։ Կիսվելը, խորհուրդ հարցնելը միշտ եղել է։ Ուղղակի կարոտն է, որ խեղճացնում է։ Որոշ ժամանակ մենք մենակ ենք ապրել, էմոցիաներն ինձ ավելի հարազատ են։ Այդ վիճակը տևել է 3-4 տարի, բայց ընդհատումներով ես այնքան փոքր չեմ եղել։ Իհարկե դա ինձ վրա բացասական է ազդել, որովհետև կարևոր չէ ովքեր են կողքիդ՝ տատիկ, պապիկ, հորաքույր, հորեղբայր, միևնույն է, ծնողների բացակայությունը մեծ հետք է թողնում։ Ռոմելան վերհիշել էր, որ ժամանակին իր համար անսպասելի էր այսպիսի հաջողությունը։ Երբ մասնակցում էի աղթամարի քասթինգին, չէի էլ հավատում, որ կանցնեմ այն։ Ես այլ դերի համար էի գնացել քասթինգի, սակայն հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ հենց հերոսուհուն մարմնավորեցի։ Ես երազել եմ, որ այդպես լինի, հասկացա, որ երազանքները կատարվում են։ Անգամ եթե ինձ առաջարկեն կերպար, որը գլխավոր չէ, բայց ինձ դուր կգա, կմարմնավորեմ այն։
Իհարկե կարևորում եմ եւ շատ ուրախ եմ գլխավոր դեր խաղալու առթիվ, բայց ինձ համար ավելի կարևոր է, որ կերպարն ինձ դուր գա, կարողանամ ճիշտ մարմնավորել այն։ Կարևոր չէ ես հետագայում կնկարահանվեմ, թե ոչ, միևնույնն է դա պարտավորեցնող է ինձ համար։ Փորձում եմ աշխատել ինձ վրա, որպեսզի չձանձրացնեմ հեռուստադիտողներին, ունենամ նրանց սերը։ Մեր ոլորտում լավագույնը հանդիսատեսի հեռուստադիտողների սերն է, որովհետև ի վերջո մենք աշխատում ենք նրանց համար։ Ռեժիսորներն ու պրոդյուսերներն ինձ ավելի մոտ են համարում բարի կերպարների, բայց ամեն ինչ առջևում է։ Ինձ համար որպես դերասանուհի հետաքրքիր կլինի խաղալ նաև բացասական դեր, որովհետև դու ծանոթանում ես մարդու մեկ այլ տեսակի հետ, մտնում մեկ այլ ներաշխարհ։ Կարծում եմ դերասանի համար տարբերություն չկա, կերպարը բացասական կլինի, թե դրական, կարևորն այն ճիշտ մատուցելն է։ Մի առիթով Ռոմելան նշել էր նաև, որ իր ծնողները ևս ցանկացել են դերասան դառնալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել եւ իրեն են ուղղորդել դեպի այդ մասնագիտություն։ Իրենք շատ վաղ են ամուսնացել, ընտանիք, հոգսեր ու այդ հոգսերի ծանրաբեռնվածության տակ իրենց մոտ ուղղակի չի ստացվել։ Ես պատասխանատու եմ եւ նրանց առջեւ եւ իմ պապիկի առաջ, ով նույնպես շատ էր ցանկանում, որ ես դերասանուհի դառնայի։ Իմ պապիկը հիմա բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ամեն անգամ զանգելիս ասում է, որ շատ հպարտ է ինձանով եւ ուրախ է, որ իր սպասումներն արդարացրել եմ։ Թեև տպավորություն է, որ Ռոմելայի մասնագիտական ուղին բավականին հեշտ է դասավորվել, այնուամենայնիվ հարցազրույցներից մեկում նշել էր, որ քասթինգներից մեկի ժամանակ իրեն ևս մերժել են։ Ես ուղղակի մերժվեցի, այդ ժամանակ զգացողություններս շատ տարբեր էին, շատ էմոցիոնալ էի, արտասվում էի, սկզբի մի քանի ժամը ինձ համար դարձել էր սև ու սպիտակ, բայց մի բան գիտեի, որ եթե սա չեղավ, ուրեմն ինձ ավելի լավ բան է սպասվում։ Բնական է, որ հանրային կերպար լինելով հանդերձ, Ռոմելան պետք է նաև քննադատությունների ենթարկվեր ու այդ մասին խոսելիս նշել էր. Սկզբում շատ վատ էի ընդունում, այսինքն ինձ համար սպասելի էր այդ վերաբերմունքը։ Սկզբում ծանր էի տանում, հետո ընդունեցի միայն առողջ քննադատությունները։ Ռոմելան իր տարբեր խաղընկերների հետ ունեցել է համբույրի տեսարաններ, սակայն մի առիթով նշել էր, որ դա համարձակության հետ կապ չունի։ Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ դերասան կամ դերասանուհի պետք է իր մասնագիտությանը մոտենա ճիշտ կետից, եւ դա համարձակության հարց կամ խնդիր չէ։ Այսինքն, եթե դու ընտրել ես այդ մասնագիտությունը, ուրեմն շատ լավ գիտես հետևանքների մասին։ Հայաստանում գուցե դա համարձակություն է, բայց ես իմ տեսակետն եմ ասում, որ դա համարձակության խնդիր չի։ Ռոմելայի ամուսինը ևս մասնագիտությամբ դերասան է ու դերասանուհու խոսքով գիտի, թե ում հետ է ամուսնացել։ Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում, թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխանատվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում, երբ նոր ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ինքը արդեն 3-րդ կուրսի ուսանող էր։ Սիրահարվեցինք, որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։ Իհարկե, համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է։ Երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է, ընդգծել էր Ռոմելան։